Հարգելի գործընկերներ, պարոն Խաչատրյանը ու Տիկին Թոմասյանը, քանի որ բացահայտ մանիպուլյացիա են անում, բարձաբան ենք, էլի։ Եթե ես ճիշտ եմ հասկանում, ինչ են պնդում պարոն Խաչատրյանը Արթուր եւ Տիկին Թոմասյանը Թակուի։ Ասում են, որ այս նախագծով հսկիչներին իրավունք է տրվելու մարդկանց զննություն անցկացնել, այսինքն բան անել, էլի։ Այսինքն հսկիչը կարողանա մարդու գրպանները մտնի եւ այլն։ Սուտ ասա ժողովուրդ ջան, որովհետեւ ըստ նախագծի ինչա ասում։ Հսկիչ իրավունք ունի մարդուն նույնականացնի, այսինքն ինչ անում հսկիչը։ Նա գալիս ասում է, ստուգում է, տոմսունի թե չէ, վճարելա թե չէ։ Ենթադրենք, բարձում է չի վճարել։ Ասում է անձնագիրը տվեք, որ ձեզ ստուգանեմ։ Ասում է անձնագիր չունեմ։ Ասում է անձնագրի տվյալ կարող եք տալ, ասում է, ասենք թե չունեմ։ Այնտեղ հնարավորություն է տրվում լուսանկարով նույնականացնել, չգիտեմ տեխնիկապես ոնց է արվում, լավ ենթադրենք դա էլ չի ստացվում, մարդը հրաժարվում է նույնականացնել։ Այդ դեպքում հսկիչը իրավունք ունի դիմել ոստիկանին, որը այսպես թե այնպես ոստիկանը ունի այդ իրավունքը մարդուն նույնականացնել։ Օրինակ, եթե մարդը հրաժարվում է ասի անուն, ազգանուն, տվյալ եւ այլն, ոստիկանը հիմա էլ փողոցում մարդուն կարող է մոտենալ, եթե հիմք ունի, ասենք թե կասկած ունի, չգիտեմ ինչ, տանի բաժին նույնականացնելու։ Այսինքն ձեր ասածը սուտ է, հսկիչ է։ Հսկիչն է դիմում ոստիկանին։ Այդ ընթացքում ոչ, այդ ընթացքում հսկիչը դիմում է ոստիկանին, ոստիկանը իր գործողությունը իրականացնում է։ Այսինքն, այլ կերպ ասած, պնդումը, այլ կերպ ասած, Տիկին Թոմասյան տեղից մի խանգարեք, այլ կերպ ասած, պնդումը, որ հսկիչին իրավունք է տրվում զննություն իրականացնելու, սուտ է։ Հետևաբար պարոն Խաչատրյանը, որ նաև ասում է հսկիչ, եթե հսկիչները պիտի ընդունվեն աշխատանքի, պետք է նաև կին հսկիչ լինի, որտեղ կինը պետք է կնոջը զննություն անի, ոչ, որտեղ հսկիչը ընդհանրապես զննություն չի անելու։ Իսկ ընդհանրապես նախագծի վերաբերյալ, հարգելի գործընկերներ, եկել քննարկում եք տրանսպորտի թանկացումը լավ է, լավ չի, ճիշտ է, թե ճիշտ չի, մենք դա չենք քննարկում։ Քննարկման նյութը հետևյալն է, եթե կա ինչ-որ գործող կանոն, այդ կանոնի խախտման համար, պետք է լինի դուգանք թե չէ, այդքան բան։ Շնորհակալություն եւ ընդմիջում։